Կառավարությունը Սևանալճում Սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետը սահմանեց փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը։ Գործադիրի հերթական նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ 25 թվականի տարեվերջին լճում Սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա։ 2026-ին Սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կիլոգրամի դիմաց կլինի 200 դրամ, նախկին 65-ի փոխարեն։ 2025 թվականին մենք ընդհանուր սահմանել ենք 1123 տոննա որսի թույլատրելի չափականակ 3 փուլով։ Առաջի փուլում 314 տոննա, երկրորդ փուլում 189 տոննա եւ երրորդ փուլում 620 տոննա։ Առողջապահության նախարարն էլ կառավարությանը առաջարկեց ընդլայնել բժշկական կենտրոնների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պահանջները։ Փոփոխությունը նպատակ ունի պետական մասնաբաժին ունեցող հաստատությունները դարձնել ֆինանսապես կայուն եւ զարգացող։ Ուզում եմ ընդգծել եւ եւս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ բժշկական կենտրոն, ամբուլատորիա, ԲՄԿ Հայաստանի Հանրապետությունում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպաիրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել եւ ավելի մեր ֆինանսական միջոցները ուղղել հենց բժշկական ծառայությունների բարձր որակ ապահովելուն եւ ոչ թե ըստ էության ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն։ Ռազմաուսումնական հաստատությունից հետո Պաշտպանության նախարարությունում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության անցած որոշ զինծառայողներ պետական բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան։ Այն քաղաքացիները, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության, մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով իրենք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունը, առաջնային կամ երկրորդային շուկայի։ Վարկը, կանխավճարը, մայր գումարը եւ տոկոսները ամբողջությամբ մարելու է Պաշտպանության նախարարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին։ Նախատեսված էր, որ Երևանում միայն գույքը պետքա ձեռք բերի, այս կարգավորումով փոխում ենք, որ մենք Երևանում ձեռք բերելու համար գումար ենք տրամադրում, արդեն ընտրությունը թողնում ենք իրեն, ինքը կարող է այդ գույքը ձեռք բերի Երևանում, թե մարզերում։ Հիմնական առավելությունները, հիմնական փոփոխությունները այս երկուսն էին, իհարկե նաև տրամադրվում է ամեն ինչը սեփականության իրավունքով, բայց պայմանով, որ զինծառայողը 20 տարի պետք է ծառայի։ Լավ որոշում է, այսինքն մենք մարդուն տալիս ենք ընտրության հնարավորություն, բայց կարծում եմ, որ քանի դեռ մենք չենք ստեղծել մոտիվացիոնալ մեխանիզմները, թե ինչու պետք է մարդը որոշի, օրինակ, Վայքում լավագույն հողամասը, լավագույն տունը նոր կառուցված, այսինքն իր որակական հատկանիշներով որևէ կերպ կասկածի չենթարկվող գույքը ձեռք բերելու փոխարեն այդ գնումը կատարել Երևանում։ Պետական եկամուտների կոմիտեն էլ առաջարկեց փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, որը հնարավորություն կտա թեթևացնել բիզնես գործունեություն իրականացնողների բեռը։ Մասնավորապես առաջարկում են կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը, ինչ է դա նշանակում, ներկայումս ճշգրտվում է միայն պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների մասով, այսինքն միայն օրինակ հանրային սննդի կամ սննդի ապրանքների հետ կապված է դա, եւ մենք հնարավորություն ենք հարկային օրենսգրքում ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան գործարքները ճշգրտել բոլոր ապրանքատեսակների մասով, եթե իրենք կգտնեն, որ վերադարձի անհրաժեշտություն կա։ Կկանոնակարգվի ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքների վերադարձի մասով գործարքները։ Այս կարգավորումով հնարավորություն ենք տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում, այսինքն վերադարձը դարձնում են գործարքի առանձին տեսակ։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 միլիոն դրամ կստանան։ 2026-ին հանրապետությունում 71 տարեց հնարավորություն կունենա օգտվել այս որոշումից։ Գումարը ստանալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, այն կտրամադրվի հաջորդող ամսվա կենսաթոշակի հետ միաժամանակ։ Միանվագ գումարը չի ստանա շահառուն, եթե զրկվել է կենսաթոշակ ստանալու իրավունքից։ Գումարը չի վճարվի նաև նրա մահվան դեպքում։ Նարեխ Խաչատրյան, Սյունիք լուրեր։